Այսօր հունիսի 9-ը եւ ես ձեզ հեսա կարճ կպատմեմ բոլոր կարևոր հետընտրական զարգացումները, դրա համար բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, գնացինք։ Սկսենք ուժեղ Հայաստանից, այսօր իրենք հայտարարել են, որ իրենք սպասում են ձայների վերահաշվարկի արդյունքներին, որպեսզի հասկանան Բարգավաճ Հայաստանը վերջը անցնում է, խորհրդարան թե չի անցնում, եւ ըստ այդմ իրենք կկողմնորոշվեն եւ հայտարարությամբ հանդես կգան։ Նաեւ ասեմ, որ ուժեղ Հայաստանի падգամավորների թեկնածուներից երկուսը կալանավորվել են կաշառք, ընտրակաշառք բաժանելու համար եւ եւս 4-ի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում։ Խոսելով Բարգավաճ Հայաստանից, այսօր դատախազությունից հայտնել են, որ Գագիկ Ծառուկյանի հանդեպ հարուցվել է հանրային քրեական հետապնդում խոշոր չափերով հարկեր չվճարելու համար։ Ծառուկյանի խափանման միջոց է ընտրված երկրից հեռանալու արգելքը։ Ըստ որոշ տեղեկությունների չճշտված, այսօր Գագիկ Ծառուկյանը փորձել է Զվարթնոց օդանավակայանից լքել երկիրը, բայց իրավապահներն այն թույլ չեն տվել։ Սա դեռ չճշտված ինֆորմացիա է, բայց ամեն դեպքում Գագիկ Ծառուկյանի գլխի վերևում կուտակվում են սև ամպեր, այսպես ասած։ Հայաստան Դաշինքից ասել են, որ իրենք պատրաստվում են ընտրության արդյունքները վիճարկել Սահմանադրական դատարանում եւ մանդատ վերցնել-չվերցնելու հարցի վերաբերյալ ասել են, որ իրենց կարծիքով ընդդիմությունը պետք է այս հարցի վերաբերյալ միասնական որոշում կայացնի, բայց իմ կարծիքով իրենք հակված են մանդատները վերցնելու, ժամանակը ցույց կտա։ Եվս մի կարևոր բան, այսօր ձայների վերահաշվարկի դիմում ներկայացնելու վերջնաժամկետն էր եւ ԿՀ-ն ստացել է ընդհանուր թվով 555 ընտրատեղամասում քվեարկության արդյունքների վերահաշվարկի վերաբերյալ դիմում։ ԿՀ-ի նախագահը ասել է, որ իրենք բաց են եւ պատրաստ են ուրեմն վերահաշվարկ իրականացնել թեկուզ եւ բոլոր ընտրատեղամասերում, որ հանրությունը համոզվի, որ քվեարկության արդյունքները արդար են եւ ամեն ինչ ճիշտ է հաշված։ Տարբեր կուսակցություններ հայտնել են, որ տարբեր ընտրատեղամասերում կան անճշտություններ եւ կարիք կա վերահաշվարկի եւ ԿՀ-ն էլ պատրաստ է այդ վերահաշվարկը անել։ Ժամանակ պիտի անցնի, պիտի սպասենք այս վերահաշվարկի արդյունքներին, որ նոր կարողանանք հասկանալ, որ նոր մեզ ասեն Բարգավաճը անցնում է խորհրդարան թե չէ եւ հետաբար ինչ դիրքորոշում կունենա ընդդիմությունը։ Եվ իհարկե Նիկոլ Փաշինյանը շարունակում է ստանալ շնորհավորանքներ։ Այս պահի դրությամբ երևի ամենակարևորը այսքանն էր։ Բաժանորդագրվեք, լայքեք, տարածեք, մեկնաբանություններում գրեք ձեր կարծիքը։ Մինչ